Դա ճիշտ է, Անդրեանո։ Ադրիանոն խելք չունի, նա երբեք էլ չի ունեցել։ Ես շատ լավ գիտեմ քո մտադրությունը, թե դու գիտես առաջինն ես, որ գալիս ես մեր տուն ու ասում ես, որ որդուցս հղի է։ Տիկին, դուք նկատի ունեք, որ Ես նկատի ունեմ այն, որ դա նրա մոտ առաջին դեպքը չէ։ Աղջնակ, դա դեռ երեխա չէ, դա պարզապես պտուղ է։ Ասա ինձ, որքան գումար ես ուզում, որպեսզի խնայես և քո ժամանակը և իմ ժամանակը։ Ադրիանոն ստիպված կլինի հոգ տանել այս երեխայի մասին։ Չփորձես ինձ հետ ուժերդ չափել։ Ես իմ ուժերը չեմ չափում։ Ես պարզապես ուզում եմ, որ ամեն բան ճիշտ լինի։ Անպատասխանատու, ինչպես կարող էր թույլ տալ, որ այդպիսի բան տեղի ունենար։ Վիրավորում ես հայրիկ, պարզ է, որ Դեբորան միայն գումար է ուզում։ Շատ հեշտ է ստիպել, որ նա անհետանա։ Եվ հետո, ով է երաշխավորում, որ նա իմ որդին է։ Այդ աղջիկը շատ անկեղծ է երևում։ Դա նրանից է, որ քահանան բարի սիրտ ունի։ Հիշենք, որ Մոնտանայի ընտանիքը այն միշտ օրինակելի է եղել։ Այն մեր հասարակության սյուներից մեկն է։ Պատկերացրեք, թե նրա պատճառով որքան խոսակցություններ են լինելու ձեր ընտանիքի մասին։ Երիտասարդ հղի աղջկան լքել են առանց ոչ մի օգնության։ Դա ընտանիքի պատվի համար շատ վատ կլինի։ Կարևոր չէ այդ ընտանիքի հեղինակությունը։ Հիմա ամեն բան պարզ է։ Հայրիկ, ուրիշ ելք չկա, գումարը ոչինչ չի փոխի։ Բավական է, Անդրեանո, բավական է։ Ձեր ընտանիքը չի կարող թույլ տալ, որ ձեր անունը, ձեր ընտանիքի պատիվը գետնին հավասարվի այս անպատասխանատու մեկի պատճառով։ Ոչ, մենք պետք է պահենք բարի եւ բարոյական ավանդույթները։ Եվ հետո մենք ուղղակի ինչ-որ հետևանքի մասին չենք խոսում։ Մենք երեխայի մասին ենք խոսում, ով այս ամենի մեջ մեղավոր չէ։ Պարզ է, որ այդ երեխան ոչ մի բանում մեղք չունի։ Նայեք այն իրավիճակին, որ դուք ստեղծել եք։ Եթե մտածում եք, որ ես իմ մահվան դատավճիռը կստորագրեմ, դուք շատ սխալվում եք։ Անդրեանո, ետ արի, Անդրեանո։ Յուրաքանչյուր մարդ ունի իր թույլ կողմը։ Քահանա Ստեֆանոն ունի իշխանություն։ Եվ այսպես, երբ որ ինձ դրեցի հրեշտակի տեղ եւ հայտնվեցի քահանային, ես խոստացա, որ նրա եկեղեցին կդառնա ել ավելի զորավոր, քան առաջ էր։ Ժան Կարլոյի թուլությունը դա պատիվն է։ Պարոն Ժան Կարլո, որքան ժամանակ է մենք ճանաչում ենք միմյանց։ Նայիր, կարող ես դա նկատել։ Մեկ ամբողջ կյանք։ Դա մեկ ամբողջ կյանք է, բայց հարցը դրանում չէ։ Դու ինձ վստահում ես։ Այո, իհարկե։ Բայց ինչ ես ուզում անել, իմ ընկեր։ Այն երեխան, որին Դեբորան
կրում է իր ներսում, նա յուրահատուկ երեխա է, գերբնական եւ հատուկ երեխա։ Ես գիտեմ, որ դուք Աստծուն հավատարիմ եք, եւ գիտեմ, որ դուք հավատի մարդ եք։ Այո, դա ճիշտ է։ Ես չեմ կարող բոլոր մանրամասները պատմել, քանի որ Սուրբ երթումը կխախտեի։ Բայց հավատացեք ինձ։ Իմ հին ընկեր, այսօր իմ տաճարում ես շատ խորը փորձ ունեցա, երբ իմացա, որ Դեբորայի եւ Ադրիանոյի որդին գիտես, ինձ մի հրեշտակ է հայտնվել։ Հայտնվեց քեզ։ Դու դա վկայում ես։ Նա հայտնվեց քեզ։ Այս գաղտնիքը միայն մեր միջև պետք է մնա։ Այո, իհարկե։ Միանշանակ այդպես ճիշտ կլինի։ Պարոն Ժանկարլո, քո թոռնիկը ընտրվել է, որպիսի ազգերն ու պետությունները խաղաղությամբ միավորի։ Քո թոռնիկն այնպիսի առաջնորդ է դառնալու, ում նմանը երբեք չի եղել։ Ինչ մեծ պատիվ։ Մեծ պատիվ է դա։ Դա հենց սկզբից որոշված էր եղել։ Պարոն Ժանկարլո, ներողություն եմ խնդրում, որ այսպես ներխուժեցի ձեր տուն։ Այս հղիությունն էլ ինձ անելանելի իրավիճակի մեջ է գցել։ Ես թողել էի իմ քաղաքը, օտար վայրում էի, չգիտեի թե սերն ինչ բան է։ Ձեր որդին իմ առաջին ընկերն է, միակ տղամարդը, ում հետ եղել եմ եւ սիրել եմ։ Զգացմունքներն էին ինձ ամբողջությամբ պատել։ Ես ընդունում եմ, որ ես ստորացել եմ։ Բայց ես չէի սպասում, որ այդ ամենը այդքան արագ կլինի։ Ես իմ մար էի, միամիտ, Խեղճ աղջիկ։ Կարող էիր ավելի լավին ընտրել։ Իսկ քո ծնողները, նրանք արդեն գիտեն։ իմ ծնողները հրյա են։ Շատ խիստ մարդիկ են։ Իմ հայրն այնքան հիասթափված էր, երբ նրան ասացի, նա ինձ տնից վռնդեց։ Ես տեղ չունեմ գնալու։ Ես այլևս չգիտեմ ինչ եմ անում իմ Իմ կյանքի հետ։ աղջիկ, ես պատկերացնում եմ քո հոր ցավը։ Ես չէի ուզում ձեզ ցավ պատճառել։
Երանի թե կարողանայի ետ վերադառնալ անցյալ։ Միայն ես գիտեմ, թե որքան եմ ափսոսում։ Ես գիտեմ, թե երիտասարդները որքան տաքարյուն են, ինչ որ բաներ են անում եւ հետևանքների մասին չեն մտածում։ Ես էլ եմ այդ տարիքում եղել։ Ես կարծում եմ, որ երկուսդ էլ պետք է շատ զգույշ լինեիք։ Պետք է հասկանայք, որ ամեն բան հայտնի է դառնում, բայց քանի որ դա կատարվել է, ես իմ թոռանը անօգնական չեմ թողնի։ Ես չեմ թողնի իմ թոռանը անօգնական, բայց չի լինի այնպես, ինչպես որ այս աղջիկն է պահանջում։ Մենք կարող ենք նրան տալ մի երևելի գումար եւ արդյունքում ամեն բան տեղը կընկնի։ Մենք խոսում ենք իմ թոռան մասին։ Ես պնդում եմ, որ ես պետք է ներկա լինեմ այդ երեխայի կյանքում։ Իսկ դու, Անդրեանո, այդ երեխայի հայրն ես։ Պետք է քեզ վրա պատասխանատվություն վերցնես։ Սպասիր, դու ուզում ես ասես, որ ես Դու կամուսնանաս եւ երեխային հայրություն խելը կանես։ գարվել ես, հայրիկ։ Ավելի լավ է առանձին խոսենք, Ժանկարլո։ Մոնտանա ընտանիքը միշտ պատասխանատվություն է կրում իր արածների համար։ Ես չեմ ուզում ոչինչ Դա քեզ ստիպել։ նման չէ, Դեբորա։ Ինձ լսիր։ Ոչ ոք լսեցիր, ոչ ոք իմ կամքին հակառակ չի ստիպի, որ ես ամուսնանամ։ Հանգստացիր, որդիս։ Վերոնիկա, Անդրեանոն ճիշտ է, բայց եթե չանես այն, ինչ որ ես քեզ ասում եմ, ուրեմն կգնաս եւ կընդունվես աշխատանքի, որ կարողանաս քո հոր վճարումները կատարել եւ քո շքեղ կյանքը կավարտվի։ Հայրիկ, իմաստ չկա, որ ես այսքան շուտ ամուսնանամ։ Իմ քոլեջը, հայրիկ, իսկ մեր բոլոր մտածած ծրագրերը, հայրիկ։ Միայն մեծ եւ մտերիմ ընտանիք։ Ահա թե ինչպես է պետք։ Ինչը արդար է։ Վերոնիկա, խնդրիր սպասավորին, որպեսզի աղջկան մի սենյակ տա։ Իմ աղջիկ, այս տանը քեզ հետ շատ լավ կվարվեն։ Այս պահից սկսած, սա քո տունն էլ է։ Բրավո։ Բրավո։ Ես ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես վերջացավ, ամենալավ ձևով։ Հիմա ես կարող եմ հանգիստ գնալ։ Շնորհակալություն այդ խորհրդի համար։ Իմ ընկեր, միշտ հաճելի է քեզ հետ զրուցելը։ Իսկ դու կարող ես հույսդ միշտ ինձ վրա դնել։ Շնորհակալ եմ։ Հաջողություն, ցտեսություն։ Իսկ հիմա ես կարծում եմ, որ նրանք իրար հետ խոսելու բան ունեն, եւ ես կարծում եմ, որ այս երկուսն իրար շատ լավ կհասկանան։ Շատ լավ խաղացիր, մայր։ Չասացի, որ ամեն բանի մասին հոգ կտանեմ։ Այս օրը շատ լավ հիշիր, որովհետև այս հայրը թույլ չի տա, որ այս օրը մոռանաս։ Թվում է, որ դու ստացար այն, ինչ ուզում էիր։ Ես ուզում եմ, որպեսզի դու լինես այնպիսի մարդ, ինչպիսին որ դու Նյու Յորքում էիր։ Ես այսպիսի բան չէի ուզում ինձ համար։ Արդեն ուշ է զղջալու համար։ Ամեն բան կարող է լինել այնպես, ինչպես առաջ էր։ Ոչինչ։ Ոչինչ այնպես չի լինի, ինչպես որ առաջ էր։ Այդ երեխան ամեն ինչ կփոխի։ Տեր Աստված, դա հիմարություն էր։ Տեր Աստված, ես հիմար էի, որ չխանգարեցի այդ հղիությանը։ Ներիր ինձ։ Կկարողանաս ինձ ներել։ Մենք ամուսնանանք։ Դա ուղղակի ձևականություն է, Դեբորա։ Այդ ամուսնությունը ինձ համար ոչինչ չի նշանակում։ Հաշվիր։ Սա ուղղակի արարողություն է։ Ոչ թե ինչ-որ բանի սկիզբ, այլ ինչ-որ բանի վերջ։ Այն բանի վերջը, որ մենք կարող ենք ինչ-որ բան նշանակել միմյանց համար։
Ներս մտեք։ Գեղեցիկ հարսնացու ես, Դեբորա։ Շնորհակալ եմ, Վերոնիկա։ Ես պատրաստ եմ։ Գնացինք։ Շուտով։ Մինչ այդ ես մի անակնկալ ունեմ իմ ապագա հարսի համար։ Անակնկալ։ Thank you.